Կրթություն եւ արվեստ Էդուարդ երիտասարդական նախաձեռնության շրջանակներում այսօր հյուրընկալել ենք Ֆիզիկա ինստիտուտի գիտաշխատող ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանին։ Պարոն Հակոբյան, առհասարակ մեր կյանքի ընթացքում մենք անընդհատ առնչվում ենք քաոսի հետ, սկսած տնտեսությունից մինչև քաղաքականություն, գիտություն, եւ ինձ համար հետաքրքիր կա արդյոք քաոսի գիտական հիմնավորումը հատկապես մեր ոլորտում ֆիզիկայում։ Շեն բարև ձեզ, նախ գիտական հիմնավորում։ Իրականում քաոս մենք ականատես ենք եղել շատ վաղուց, միշտ համարվել է դա բարդ բան, այսինքն միշտ խուսափել են, մարդկությունը խուսափել է քաոսի մեջ խորանալուց, բացատրելուց եւ այլն, ընդհուպ մինչեւ չնայած այն բանին, որ բանը այդքան էլ բարդ չէր էլի, ինչպես հետո երևաց, ընդհուպ մինչև 1970-71 թվականներին, երբ որ առաջին անգամ ճապոնացի գիտնականներ Ռոելը եւ Թաունսը տվեցին քաոսի հիմնական բնութագրի տարօրինակատրակտրի մաթեմատիկական ձևակերպումը։ Դրանից հետո քաոսի տեսությունը դարձել է արդեն որպես գիտություն, գիտական մոտեցում ունի եւ նրա միջոցով մենք կարողանում ենք շատ բաներ ավելի հասկանալի դարձնել, մասնավորապես եղանակետեսություն, միջուկային ֆիզիկա, կենսաբանություն, կենդանիների համակեցության խնդիրներ, մարդու օրգանիզմում տեղի ունեցող տարբեր տեսակի պրոցեսներ բացատրվում են այդ քաոսի տեսությամբ։ Օրինակի համար չարորակ ուռուցքի զարգացման պրոցեսները, այսինքն հիմա լուրջ գիտություն է։ Եվ այդ իրենց տված մաթեմատիկական մոդելը բոլոր ուղղություններում ունիվերսալ կիրառվում է, թե առանձին վերամշակումներ է անցել։ Քաոսի տեսությունը ունի 3 հիմնական ունիկալ հատկություն։ Ունիկալ հատկություններից մեկը դա է, որ զարմանալիորեն բոլորովին տարբեր թվող բնագավառներում քաոսային երևույթները նկարագրվում են միանման մաթեմատիկական հավասարումներով եւ այդ հավասարումները կարող են ունենալ շատ պարզ տեսք։ Այսինքն երկրորդ կարևոր հատկությունը այն է, որ նույնիսկ համակարգը եթե բնութագրվում է շատ քիչ ֆիզիկորեն ասած անկախ փոփոխականներով, այսինքն մեծություններով, որոնցից կախված է, բայց միևնույն է այդ համակարգը գալիս է քաոսի դեպի քաոս։ Երկրորդը դա է, որ շատ ֆակտորներ պետք չեն։ Ընդամենը 2 ֆակտորը հերիք է, որ քաոս ունենանք։ Պարոն Հակոբյան, իսկ ինչպես կարող ենք ինչ-որ երևույթ բնութագրել այն հանգստի վիճակում է, թե քաոսի։ Այսինքն ինչից ելնելով ենք մենք բնորոշում, որ դա քաոսն է հենց։ Տարբեր բաներ կան, մոտեցումներ կան, այդ հիմնական մեծությունը, չվախենանք ասել ֆիզիկական մեծությունը, այսինքն այն հիմնական մեծությունը, որի հետ կապված մենք տեսնում ենք խաոտիկ փոփոխություններ, մենք այդ մեծությունը օրինակի համար կարող ենք ժամանակային գրաֆիկը ներկայացնել, հետո իր սպեկտրը հաշվել, ու սպեկտրի միջոցով մենք կարողանում ենք ապացուցել, որ հատկապես դա քաոսային վիճակ է եւ ոչ միայն քաոսային, հարցը քաոսայինը միայն չէ, էլի, խոսքը մենք որ ասում ենք քաոսը լավ բան է, քաոսը ունի օրինաչափություններ եւ այլն, մենք նկատի ունենք դետերմինացված քաոսը։ Այսինքն այն քաոսը, որը ստացվում է նախնական նորմալ մաթեմատիկական հավասարումներով, ոչ թե անկանոնություն, որտեղ անկանոնություն էլ կա, քաոս որպես անկանոնություն, դրա մասին չի խոսքը, դետերմինացված քաոսի մասին է խոսքը, իսկ այդ դետերմինացված քաոսը, այդ իր սպեկտրը եւ ժամանակային կախվածությունները ինչ որ ձևեր կա, որ կարող ենք ուսումնասիրել ու հաստատել, որ դա հատկապես դետերմինացված քաոսն է։
Դուք տարօրինակ ատրակտոր հասկացություն կիրառեցիք, ընդհանրապես ես եթե ճիշտ եմ կարդացել, ապա ատրակտորը քաոսի տեսության հիմնական գաղափարներից է եւ անգլերեն attraction բառից է գալիս, որ խնդրեմ կմեկնաբանեք ինչ է դա եւ ատրակտորը եւ տարօրինակ ատրակտորը։ Նախ պատկերացնենք, որ ունենք, ասենք թե օրինակի համար մաթեմատիկական ճոճանակ, կարճ, որը տատանվում է։ Եթե մենք շեղում ենք ինչ-որ դիրքից, բաց ենք թողում, վերջում ինքը կանգնում է։ Նրա վերջնական լուծումը դադարի վիճակն է։ Դա կոչվում է կետատրակտոր։ Այդ լուծումը կոչվում է կետատրակտոր։ Եվ նա ունի ձգողության գոտի, այսինքն այն տիրույթը, որ ինչքան որ մենք շեղենք այդ դիրքից, վերջը գալու է այդ դիրքին։ Կա նաև ձգողության գոտիից դուրս վիճակ, եթե ասենք բոլովին հեռացնում ենք, թելն էլ փոկվում է, հետ չգա այդ վիճակին։ Հիմա ենթադրենք ունենք էներգիայի աղբյուր, այսինքն ասենք թե բանը ենթադրենք մեկը պարբերաբար հրում է կամ մեխանիկական կամ էլեկտրական ձևով պարբերական հրվում է։ Այդ դեպքում նա որոշակի պարբերությամբ տատանվում է։ Ճիշտ է։ Ու եթե մենք իրան էլի շեղում ենք այդ վիճակից, նա էլի գալու է այդ նույն պարբերությամբ տատանման վիճակին։ Դա կոչվում է սահմանային ցիկլ ատրակտոր։ Օրինակի համար սիրտը, սրտի աշխատանքը սահմանային ցիկլ ատրակտոր է։ Պարբերական ինքը տատանվում է։ Այնքան էլ սինուսոիդ չի, բայց մոտավորությամբ ինքը պարբերական տատանվում է եւ դա իմ կարծիքով դա շատ լավ օրինակ է, իմիջիալուց պարբերական ատրակտորները մեկ-մեկ ասում են Վանդերպոլի գեներատոր։ Դա մի քիչ բան է, տերմինների մեջ ենք ընկնում, բայց այդ ձև անվանում ունի։ Օրինակ սիրտը մենք գիտենք, եթե սարենք բարձանում սկսում է արագ աշխատել, հետո եթե հանգստանում ենք, ինքը նորից գալիս է իր պարբերությանը։ Կամ կարող է ինքը դանդաղել, հետո գալ, այսինքն սիրտը նույնպես սրտի աշխատանքը սահմանային ցիկլ ատրակտոր է, որը եթե բանը ձգողության գոտուց շատ չենք հեռացնում, ինքը միշտ գալու է այդ լուծմանը։ Ատրակտոր է, որովհետև եթե իրան շեղում ենք այդ լուծմանը, ինքը մեկը գալիս է վերջում այդ լուծմանը, հա։ Կա նաև ասենք թե երկպարբերական լուծում, բազմապարբերական լուծում, որոնք կոչվում են տոր ատրակտոր։ Քաոսային վիճակին, օրինակ լանդայի տեսությամբ, որ այնքան էլ լավ տեսություն չի, լանդայի տեսությամբ քաոսային վիճակի մենք գալիս ենք, երբ որ պարբերությունը բազմապատկում ենք, մինչև անվերջություն, հա։ Այսինքն ինչ-որ առումով կարելի է ասել, որ դա ինչ-որ շարժում է անվերջ պարբերություններով քաոսային վիճակը։ Բայց թե ոնց կանվանենք, ոնց չենք կանվանենք, նրա այդ լուծումը քաոսային վիճակը կոչվում է տարօրինակ ատրակտոր։ Ինչու՞։ Որովհետև նա ատրակտոր է նախ, այսինքն եթե իրան շեղում ենք այդ վիճակից, միևնույն է գալիս է այդ լուծումների այդ վիճակին։ Բայց ինքը տարօրինակ է, ինչու է տարօրինակ, որովհետև նա զգայուն է սկզբնական պայմանների նկատմամբ։ Այսինքն եթե թեթևակի սկզբնական պայմանները փոխենք, հետագծերը, այսինքն լուծումները իրարից կհեռանան անվերջ ձևով։ Դա կոչվում է տարօրինակ ատրակտորը կամ ատրակտորի այդ զգայունությունը սկզբնական պայմանների նկատմամբ կոչվում է նաև Թիթեռնիկի էֆեկտ։ Դրա վերաբերյալ մենք ունենք անգլիական ստեղծագործություն 18-րդ դարին, այն որ ասում է մեղ չկար, հետևաբար եղավ պատերազմ։ Չեմ ուզում էդի պատմել։ Հաջորդը 1905 թվականին Թումանյանը գրեց Միկաթիլ մեղրը, որը էլի դրա մասին է։ Միկաթիլ մեղրով ինչ եղավ։ Իմիջիալուց ասեմ, որ քաոսային տեսության մասին լավ գրքերում, մի քանի գրքերում ես գիտեմ, որ էջում գրած է Հովհաննես Թումանյան հայկական գրողը, որ դրան անդրադարձել է։ Ուզում եմ ասեմ, դա լավ է, էլի որ իրանք աշխարհը գիտի, որ քաոսային տեսությանը Թումանյանը։ Հետո ավելի ուշ անգլիական 1950 քանի թվին անգլիական մի գրող գրել է բանը որոտի ձայնը, որի մասին կինո կա։
Եթե տեսել եք կինոյի բովանդակությունն է, որ 2050 քանի թվին կարում էին գնային հին դինոզավրերի աշխարհ։ Դինոզավրերի աշխարհում մեկը սխալմամբ տրորում է թիթեռին ու հետո գալիս են այս աշխարհ տենում են փոխվում ամեն ինչ։ Մի անգամից կատաստրոֆաներ են լինում։ Էլի կան այդպես նմանատիպ ֆիլմեր, որ մի փոքրիկ սկզբնական պայմանի փոփոխությունը կարող է բերի աշխարհի կործանման կամ փոփոխության կատաստրոֆիկ։ Դա կոչվում է Թիթեռնիկի էֆեկտ, նաև տարօրինակ ատրակտորն է դրա բնութագրում։ Տարօրինակ ատրակտորի մեկ-մեկ որոշ ատրակտորների մի հատ տիպ կա, որը կոչվում է Լորենցի ատրակտոր, որը նաև Թիթեռնիկի նման է, բայց Թիթեռնիկի էֆեկտ անվանումը ըտեից չի գալի էլի, որտեղ տարօրինակ ատրակտորը ուրիշ տեսք էլ կարող ունենալ, իսկ Էդուարդ Լորենցի այդ տարօրինակ ատրակտորը ստացվել է, երբ որ ինքը եղանակներ ուսումնասիրում ու կանխատեսում էր ու ապացուցեց, որ կարելի է հետևել այդ եղանակի փոփոխություններին ինչ որ հավանականությամբ։ Դրա համար նաև դրա հետ է կապված, որ տարօրինակ ատրակտորը եւ քաոսը, դետերմինացված քաոսը, դա անկանոնություն չէ, այլ բարդ օրինաչափություն, որը պետք է ուսումնասիրել ու հասկանալ։ Եվ այդ օրինաչափությունը հասկանալով է, որ շուկաներում բիզնեսմենները գումար են աշխատում։ Հասկանալով թե չհասկանալով իրանք օգտվում են այդ բանը տարօրինակ ատրակտորի այդ հատկությունից, որ նրա մեջ կա օրինաչափություն։ Դետերմինացված քաոսը ունի օրինաչափություն։ Մասնավորապես այդ օրինաչափությունը կարճ ասեմ, դա նրանումն է կայանում, որ լոլիկի գինը մեկ լինելու է շատ մեծ, մեկ լինելու է շատ փոքր։ Ինքը լրիվ անկանոն չի։ Որոշ պարբերություն հետո ինքը լինելու է մոտարապես այս կողմերը իր գինը, մի որոշ ժամանակ հետո այն կողմերը։ Դրա համար բիզնեսմենը, երբ որ այս կողմերն ալնում արագ առնում է, գնում են լոլիկներ, չէ՞, կամ որևէ ուրիշ ապրանք, իսկ եթե այն կողմնա հասնում, վաճառում են, իսկ ժողովուրդը անում է հակառակը դրա։ Երբ որ այս կողմն է ինքը վաճառում է, իսկ այն կողմնա բան է անում։ Այսինքն մենք պետք է կյանքի բոլոր ոլորտներում ապայման որոշ չափով ծանոթանանք քաոսի տեսությանը, օրինաչափությունը հասկանալու համար։ Եթե ճիշտ եմ հիշում, նաև ահաբեկչություններ կանխատեսելիս էր, չէ՞, դա պետք գալիս։ Այո, եւ պատերազմներ հրահարել, պատերազմներին հետևել։ Դրա համար օրինակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ համարվում է ռազմական տեսակետից ամենահզոր երկիրը, այսօրվա դրությամբ, այնտեղ կա մի քանի ինստիտուտներ, որոնք որ զբաղվում են այդ քաոսի տեսությամբ։ Ինստիտուտներ կան, որ զբաղվում են հենց արժութային շուկայի քաոսի տեսությամբ, ինստիտուտներ կան, որ ռազմական ոլորտում քաոսի տեսությամբ են զբաղվում։ Իսկ Հայաստանում ես գիտեմ, որ դուք դասավանդել եք երկար տարիներ, բայց ձեզնից զատ ուրիշ գիտական խմբեր կան, որ զբաղվել են քաոսի տեսության ուսումնասիրությամբ, թեկուզ ոչ ֆիզիկայի ոլորտում, բայց տնտեսության մեջ դրա վտանգներ կամ ռիսկեր կանխատեսելու համար։ Մարդիկ կան, որ կոնկրետ խնդիրներ են լուծում այդ ուղղությամբ եւ կոնկրետ խնդիրներով են զբաղվում, որը որ ինքը էլ իր մեջ լուծումներ ունի, որպես քաոտիկ լուծում կամ ոչ գծային լուծում։ Շատ կան այդպիսի մարդիկ, որ օրինակի համար Ավետիսյան Համլետը այդպես լուրջ բաներով զբաղվում է, բայց ովքեր որ զբաղվում են քաոսի տեսությունը գովազդելով կամ այդ մասին հասկանալի լեզվով խոսալով, այդ ձև մարդիկ ես չգիտեմ։ Որպես մարդ ինձ հետաքրքիր է մեր օրգանիզմում քաոսի տեսությունը ինչպիսի կիրառություն ունի, ինչպիսին է քաոսը մարդու կամ կենդանի օրգանիզմների մոտ։ Բացի այն կոնկրետ հիվանդություններից, բաներից, որ ես թվարկեցի, ասենք թե չարորակ ուռուցքը, որ եթե քաոսի տեսությամբ մենք հետևում ենք, կարող ենք լուծումներ գտնել, կամ օրինակի համար բանը սրտի կանգ առնելը, էլի այդ քաոսի տեսության հետ կապված է, էլի, որ ձգողության գոտուց դուրս է գալի։ Բայց կա բաներ, որ մենք երբեք ուշադրություն չենք դարձրել, օրինակի համար շատ հայտնի գիտնական բանը Պոլ Ռապը
ասում էր, որ կենսաբանության գծով էլի հայտնի Նոբելյան մրցանակագիր, ասում էր, որ նյարդային համակարգերի ուսումնասիրությունը եւ լուծումներ գտնել միայն կարելի է քաոսի տեսության միջոցով։ Որտեղ նյարդային համակարգերը գիտենք, չէ, շատ խուճուճ, խաոտիկ կառուցվածքներ ունեն։ Իսկ Պրիգոժինը էլի հայտնի բանը այդ կենսաբան եւ ոչ միայն կենսաբան, շատ ուղղություններով է հայտնի, նա ասում էր, որ ի տարբերություն սրտի, որին պետք է որ նա բարբերական լուծում ունենա, խաոտիկ լուծումը սրտի համար վատ է։ Ուղեղը պետք է միշտ լինի խաոտիկ։ Դա գաղափարն է տալու համար։ Ու ես դա ինտուիտիվ նույնիսկ քաոսի տեսությունը չիմանալով ժամանակին իմացել եմ ու իմ դիմորդների հետ որ պարապում էի, մի 10 տարի պարապել եմ։ Ես իրանց մոտարապես հետ էի բացատրում։ Դուք մի ձգտեք, միանգամից ճշտել, թե դուք ինչքան բան գիտեք։ Երբ որ ձեզ պետք է որևէ կոնկրետ բան, սկսեք դետերմինացնել ձեր ուղեղը այդ բանի վրա։ Այսինքն ուղեղի մեջ լիք բազմաթիվ ինֆորմացիաներ կան լիքը եւ իրանք քաոտիկ վիճակում են։ Դու պետք է կոնկրետացնես միայն այն ժամանակ, երբ որ կոնկրետ ինչ որ ուղղություն է քեզ պետք։ Երբ որ մարդու ուղեղը կոնկրետացված է այն գլխից, դա հիվանդություն է եւ կոչվում է էպիլեպսիա։ Երևի լսել եք, հա։ Դրա համար շատ կարևոր է եւ պրակտիկ նշանակություն ունի դա հասկանալը, որ օրինակի համար քննությունից առաջ պետք չի մտածել ես շատ գիտեմ, քիչ գիտեմ, վատ գիտեմ, լավ գիտեմ, պետք է քննությունից առաջ ուղղակի ամփոփել, դետերմինացնել հենց անմիջապես պատասխանելուց առաջ։ Շատ բարի, շատ հետաքրքիր է պարոն Հակոբյան, ձեզ հետ զրուցել քաոսի մասին ու կարծում եմ, որ այս ոդքասթ դիտող բոլոր ֆակուլտետների ուսանողները հետագայում անհատական հարցերով կմոտենան ձեզ իրենց հետաքրքրող քաոսի լուծումը փնտրելու համար։ Շատ շնորհակալ եմ եւ խոր կտամ մեր ուսանողներին հետեւել մեր նախաձեռնության ոդքասթերի հերթական շարքին գիտության ել ավելի նոր բնագավառներ բացահայտելու համար։